հերքում է։ Այո, փորձում է հերկել։ Փորձում է թաքցնել այդ փաստը, այն փաստը, որ նա նախապայմաններ է ստեղծում, որպեսզի հարևան երկրի քաղաքացիները հնարավորություն ունենան այստեղ տեղափոխվելու։ Իրավական հնարավորություններ ունենան նաև Հայաստանում գույք ձեռք բերելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե այս վարչախումբը, այս իշխանությունը մնա, դուք շատ արագ կտեսնեք, թե ինչպես է նրանք փորձելու ժողովրդի կարծիքը փոխել, որ թույլ տալ այդ մարդիկ գան Հայաստան։ Նրանք ամեն օր այդ քայլերը անում են, ամեն օր։ Հիմա, երբ մենք բարձրաձայնեցինք այս մասին, սկսել են հետ քաշվել վախից, որովհետև ժողովրդին իրականությունը չեն ասում, բայց երբ որ ժողովուրդը տեսնի իրականությունը, իսկ իրականությունը տեսնելու համար պետք է ուղղակի շրջակայք նայել, տեսել ինչ է խոսացել Արսեն Թորոսյանը, ինչ է խոսացել Ալեն Սիմոնյանը, ինչ է խոսացել երկրի քաղաքական այսօրվա պատասխանատուները, ինչ են խոսացել ադրբեջանցիների վերադարձի մասին։ Այդ մարդիկ պարզ առանց ակնարկ մի հատ խոսել են, մի հատ էլ հերքել են։ Հերքել են նրանից հետո, այն բանից հետո, երբ որ մենք այդ հարցը բարձրացրել ենք, ու նախընտրական հերքում է դա, ոչ թե իրական հերքում է։ Որպես տուրիստ գալու համար պետք չէր ասել, որ ադրբեջանցիները վերադառնան իրենց տներ։ Ալեն Սիմոնյանը իր խոսքում ասեց, վերադառնան, այստեղ բնակվեն, այդպես էլ ասել է, կարող եք մտնելի մեջ, նայեք, իր խոսքերն է դա։ Մյուս բանն էլ Ադրբեջանի նախագահը բառացի, ցիտում եմ, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, 2 ամիս առաջ ասում է, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, եւ դրա պատասխանատվությունը դրված է Ադրբեջանի պետության վրա, այսինքն պետությունը ֆինանսավորելու է։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը, ոնց որ մեր կաթողիկոսի այդպիսի ձևաչափ չկա, բայց տեղապահ, օրինակ, մեր ցավոք տեղապահները հիմա ուրիշ բանով է տեղապահը զբաղված, բայց մեր կաթողիկոսի ոնց որ տեղապահը հայտարարություն անի, նույն ձև էլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի Փաշազադեի տեղակալը հայտարարություն է արել։ Ասել է, որ ադրբեջանցիները այստեղ ունեցել են 400 թե 500 մզկիթ եւ այդ մզկիթները պետք է վերակառուցվեն ու վերադարձվեն Ադրբեջանի հոգևոր խորհրդին։ Պարոն Կարապետյան, զարմանալի չի, որ այս թեզը 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեզը խոսում է արդեն 4 տարից ավելի, բայց հիմա են իշխանությունները այտենց ակտիվ այդ ամեն ինչը հերքում, այսինքն հակադարձում նաև ձեզ, այսինքն ընդդիմությանն է այս պարագայում հակադարձում, ոչ թե Ադրբեջանի իշխանություններին։ Նա կարող է պարզ ուղղակի հայտարարություն անել, կարող է պարզ հայտարարություն անել։ Մենք առաջարկում ենք մի բլոկ, օրենսդրական բլոկ, որով կփակենք այս հարցը։ Կոչվում է Հակա Սաֆարովյան օրենք։ Անունն էլ խորհրդանշական է։ Ինչ ենք անելու։ Ադրբեջանի որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանի դեմ ագրեսիա արած յուրաքանչյուր երկրի, ոչ միայն Ադրբեջանի քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանում գնել հող, գնել գույք։ Հայաստան կարող է գալ 10-15 օր գնալ։ Եվ վերջ։ Հակա Սաֆարովյան օրենքը մենք շատ արագ ընդունելու ենք, որտեղ խաղաղությունից պայմանագրից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է դնելու, որ վերաբնակեցնի այստեղ։ Ձեզ մի օրինակ բերեմ, 2 օր առաջ մենք գնացել էինք Լոռի, Լոռվա հյուսիս Տաշիրում էինք։ Մեր մոտ Մեծավանում կա Մեծավան գյուղ ու սահմանից այն կողմ վրացական հատվածում կա ադրբեջանական գյուղ։ Մեծավանում մենք ունեինք 3 դպրոց։ Այսօր 1 դպրոց է մնացել, որովհետև ժողովուրդը լքում է։ Հիմա փակում են 2-րդ դպրոցը, 1 դպրոց է ընդամենը մնացել։ Ադրբեջանցիները 88 թվականին սահմանից այն կողմ ունեին մանկապարտեզի չափ փոքր մի հատ դպրոց։ Հիմա 2-րդ դպրոցն են կառուցում։ 2 դպրոց արդեն ունի ադրբեջանական գյուղը, իսկ մեր Մեծավան գյուղը 3 դպրոցից 1-ն է մնացել։ Ինչ է սա նշանակում։ Նրանք շատ ավելի արագ են, գյուղաբնակ ադրբեջանցիները շատ ավելի արագ են աճում թվականակով, քան մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը գնում է արտագնա աշխատանքի, քանի որ աշխատանք չկա այստեղ, դատարկվում են գյուղերը։ Պատկասում եք 3 դպրոցից 1-ն են ունեցել, իսկ իրենք մի հատ փոքր դպրոց էլ չէր 80-ականներին։ Հիմա դարձել է արդեն 2 դպրոց։ Ու Բաքվից ֆինանսավորվում են այդ մարդիկ։
կա Բաքու այդ գյուղ, մեր սահմանից այս կողմ, Բաքու այդ գյուղ ավտոբուս է գնում գալի, ֆինանսավորվող էժան կապ են ստեղծում իրար մեջ։ Մենք տեսել ենք, ես տեսել եմ ոնց են իրանք աշխատում։ Ոնց է մեծանում այդ գյուղը։ Հենց մեր ոնց որ մեծավանն է ու սահմանի են կողմ վրացական հատվածում ադրբեջանական գյուղ։ Անզեն աչքով երևում է այսինքն պարոն Կարապետյան։ Անզեն աչքով դուք կարող եք տեսնել ոնց է մեծանում այդ գյուղը ու ոնց են ֆինանսավորվում Բաքվից մարդկանց, որպեսզի շարժը Բաքվի հետ ապահով